Եկեք պատմեմ, թե ինչի մեկ օրում 4 անգամ արյուն հանձնեցի։ Պարզվում է, որ արդեն պարտադիր հղիները հանձնում են գլյուկոզ-տոլերանտության թեստ։ Այս բառը հազիվ եմ սովորել։ Իսկ դա նշանակում է, որ 4 ժամ մնալու ես հիվանդանոցում ու 4 անգամ արյուն ես հանձնելու։ Իհարկե, 1 ժամը 1։ Դրա համար ես առավոտը շատ շուտ արթնացա ու գնացի հիվանդանոց։ Իհարկե, ես օգտվում եմ Վարդանանցից ու շատ գոհ եմ այդ հիվանդանոցից։ Արյունը հանձնելու առաջին փուլը հաջող անցնելուց հետո գտա շատ հարմարավետ անկյուն, որտեղ կարող էի հանգիստ գիրք կարդալ ու սպասել, որ իմ առաջին 1 ժամը անցնի։ Հարի Պոտերի 5-րդ հատորը ունի 1000 էջ, հետևաբար ես շատ մեծ հաճույքով կկարդամ գիրքս։ Ու արդեն մոտավորապես մնացել է 300 էջ, որ կարդամ։ 1 ժամ անցնելուց հետո անցնում ենք երկրորդ փուլը ու գալիս ենք նորից մի ժամ սպասելու։ Ընթացքում մի փոքր քայլեցի, որովհետև հոգնել էի նստելուց ու էլի շարունակեցի գիրք կարդալ, մինչև էլի 1 ժամ անցնի։ Եկավ սպասված 3-րդ փուլը ու դրանից հետո արդեն փորձեցի մի քիչ մաքուր օդը վայելել ու նայել անցորդներին, որովհետև վաղուց ցերեկվա ժամին դրսում չէի եղել։ Վերջապես եկավ շատ սպասված 4-րդ փուլը ու ես արդեն շատ սոված էի ու ծարավ։ 4-րդ անգամ արյուն հանձնելուց հետո ես լրիվ ազատ էի ու կարող էի գնալ ինչ-որ տեղ հաց ուտելու։ Իսկ հիվանդանոցի անմիջապես կողքը կար շատ տաքուկ հաճելի սրճարան։ Հավաքեցի իմ բոլոր ուժերը ու հասա սրճարան։ Այնտեղ իդեալական տոնական տրամադրություն էր։ Փոշմանեցի, որ գնացել եմ այնտեղ։ Մի քիչ սպասեցի, մինչև իմ համովիկները մատուցեցին ու վայելեցի իմ, կարելի է ասել, նախաճաշը։ Մի խոսքով, չնայած օրվա սկիզբը շատ ծանր ու դժվար էր, բայց վերջում կարելի է Աստծուն շնորհակալ լինել, որ ունենք այս հնարավորությունները կյանքը վայելելու։ Շնորհակալ եմ դիտելու համար։